Բոլորս էլ գիտենք, որ ոչ բոլորը կարող են դառնալ լավ ղեկավար։ Վերջինս առանձնանում է որոշակի հատկանիշներով և վարքագծով, որն էլ նրան դարձնում է ղեկավար։ Ներկայացնում ենք Նապոլեոն Հիլի կողմից դրանց բնորոշումը։ Ղեկավարման կարևորագույն առանձնահատկություններն են. 1. Համարձակություն և վճռականություն։ Նրանք խարսխվում են սեփական գիտելիքների և այն գործի վրա, որին նվիրել են իրենց կյանքը։ Ոչ մի կատարող անձ չէր ցանկանա աշխատել ոչ այնքան համարձակ առաջնորդի ղեկավարությամբ։ Ոչ մի խելամիտ աշխատող անձ երկար չէր հանդուրժի այդպիսի ղեկավարի։ 2. Ինքնավերահսկում։ Իրեն չվերահսկող անձը չի կարող վերահսկել և ուրիշներին։ Ինքնավերահսկումը աշխատողների գնահատման հիանալի ցուցանիշ է։ Իսկ աշխատողները իրենց հասկացողության չափով ձգտում են ընդօրինակել ղեկավարին։ 3. Արդարության սուր զգացում։ Չտիրապետելով դրան ղեկավարը զրկվում է ենթակաների հարգանքից և կորցնում է նրանց հրամայելու բարոյական իրավունքը։ 4. Որոշումների հստակություն։ Իր որոշումներում տատանվող մարդը անվստահություն է ներշնչում իր հանդեպ։ Հետևաբար նա չի կարող արդյունավետ ղեկավարել։ 5. Պլանների պարզություն։ Հաջողակ ղեկավարը պլանավորում է իր աշխատանքը և աշխատում է պլանների վրա, առանց հստակ, գործնականում իրագործելի պլանների աշխատող։ Բախտին ապավինած ղեկավարը լողում է հոսանքի ուղղությամբ։ Ինչպես առագանաստավը առանց առագաստների ու ղեկավարի։ Վաղ թե ուշ նա կբախվի ժայռերին։ 6. Արտաժամյա աշխատելու սովորություն։ Ղեկավարի կողմից կամավոր ստանձնած պարտավորություններից մեկը պետք է լինի ավելի շատ աշխատել, քան պահանջում է իր աշխատողներից։ 7. Անձի գրավչություն։ Անտարբերությունն ու թափթփվածությունը երբեք ձեզ չեն հասցնի հաջողության։ Առաջնորդությունը պահանջում է հարգանք սեփական անձի նկատմամբ։ Իրեն և իր հեղինակությանը չհետևող ղեկավարին աշխատողները դադարում են հարգել։ 8. Ապրումակցում, էմպաթիա և ըմբռնում։ Հաջողակ ղեկավարն ապրումակցում է։ Քաջալերում իր ենթականերին և միշտ կարող է համաձայնության գալ նրանց հետ, ավելին, նա պետք է հասկանա նրանց խնդիրները։ 9. Նյութի և իրավիճակի կատարյալ իմացություն։ Ղեկավարը գիտի գործը, ինչպես իր 5 մատները։ 10. Ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու պատրաստակամություն։ Հաջողակ ղեկավարը միշտ պետք է պատրաստ լինի վերցնելու իր վրա ենթակաների սխալներն ու բացթողումները։ Նա, ով փորձում է պատասխանատվությունը թողնել ուրիշի վրա, երկար չի մնում պաշտոնում։ Եթե ենթականերից մեկը սխալ է թույլ տալիս կամ չի կարողանում ինչ-որ բան կատարել, ղեկավարը պետք է համարի, որ դա իր թերացումն է։ 11. Համգործակցություն։ Ղեկավարը պետք է հստակ հասկանա և կիրառի համատեղ ջանքերի սկզբունքը։ Ենթակաների հետ հարաբերություններում դաստիարակելով համգործակցելու ընդունակություններ։ Ղեկավարման եռանդ ու կորով է հարկավոր։ Իսկ այն տալիս է համագործակցությունը։ Զարգացրեք այս հատկանիշները ձեր մեջ և դուք կդառնաք ղեկավար, ում հարգում, վստահում և հավատում են։ Իսկ վերջիններս մեծ հաջողությունների կհասցնեն ձեր թիմին։ Այլ հոդվածների համար այցելեք You and World Get Life կամ բաժանորդագրվեք YouTube-ում You and World Life Armenian։